Ապրիլի 20-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի պետ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ ավագ գնդապետ Լի Գուանյային։ Հանդիպման նպատակն էր քննարկել 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում ստորագրված Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջև հանցագործությունների կանխարգելման և խափանման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում երկու երկրների իրավապահ համակարգերի համագործակցության զարգացման հնարավորությունը։ Ողջունելով հյուրերին Արամ Զաքարյանը հույս հայտնեց, որ Հայաստանի և Չինաստանի ոստիկանական կառույցների ավանդական փոխգործակցությունը կշարունակի խորանալ, վերածվելով համատեղ աշխատանքի։ Լի Գուանյան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ համագործակցության մակարդակը ել ավելի բարձրացնելու նպատակով։ Կողմերը պայմանավորվեցին առավել առարկայական դարձնել մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի ապրիլի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 11, խարդախության 8, գույքի դիտավորության ոչնչացման և դրամանենգության 2-ական, մաքսանենգության, համակարգչային հանցագործության և խուլիգանության 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մարտի 30-ին Սյունիքի մարզի համայնքներից մեկի ղեկավարը ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը երեկոյան անհայտ մեկը բջջային հեռախոսով զանգահարել է իրեն, ներկայացել որպես պաշտոնատար անձի որդի և խնդրել 2 ժամվա ընթացքում վերադարձնելու պայմանով վճարման տերմինալի միջոցով փոխանցել 50,000 դրամ։ Փոխանցելուց հետո սակայն անցել են ժամեր ու պարզվել է, որ խաբել են գյուղապետին և հափշտակել նրա գումարը։ Ապրիլի 14-ին պաշտոնյայի որդին ներկայացած երիտասարդը արդեն հարցաքննվում էր ոստիկանությունում։ Գորիսի բնակիչ 1996 թվականին ծնված նախկինում դատված Էդմոն Ասերյանը չէր կարող ժխտել, որ ինքն է եղել զանգահարողը։ Նույն պահանջ-խնդրանքով նա զանգահարել է ևս 7 գյուղապետի, որոնք սակայն հավատ չընծայելով զանգահարողին մերժել են։ Խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Եղադիր գյուղի բնակիչ 1947 թվականին ծնված Էդիկ Գզողյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 010 5906 14 0222 222 02 հեռախոսահամարներով։